Բոլորիդ բարի օր, այսօր Լևոն Շիրինյանի հետ ենք մենք զրուցելու, ինձ թվում է 1000 անգամ մենք ներկայացրել եք Լևոն Շիրինյանին, կարիք չկա նորից ու նորից 5-10 նախադասություն ասենք ով է Լևոն Շիրինյանը, բոլորս իմանում ենք, մեր հետևորդները ձեզ հարգում են, սիրում են եւ դու դա գիտեք, ես իմիջիալս ներողություն եմ խնդրում, որ ահագին ժամանակ մենք չենք հանդիպում եւ այսպես ասած ձեզ չունենք ժամանակ, ինձ չունեմ ժամանակ, բայց կարևորը որ դուք հիշում եք, որ մենք բոլորս ձեր կողքը կայնացեք եւ ձեր կարծիքը միշտ մեր հետևորդները կիսում են եւ Facebook-ում եւ YouTube-յան ալիքում։ Պարոն Շիրինյան, սկսենք ամենակարևոր թեմաներից, փաստորեն մենք տեսնում ենք, որ բոլոր այն ղեկավարները, ով արդեն համաձայնություն են տվել գան Մոսկվա, իրանց այսպես ասած մի մասը արդեն հասել է Մոսկվա, այսօր Սերբիայի նախագահան փաստորեն զորով էլի հասել է Մոսկվա, մի մոմենտ ինքը մնացել է Բաքու, բայց հետո շարունակել է իր ճանապարհը եւ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում նշեց այսօր, որ ինքն էլ է անպայման այցելելու, բայց դուք երևի հետևում եք սոցցանցերում, որ ահագին մարդիկ ասում են, որ պետք չի գնալ, որ սա սխալ է, հետաքրքիր է ձեր կարծիքը, խնդրեմ։ Գիտեք, նորմալ է, որ մարդիկ, եթե անգերձ են արտահայտվում, իրենց տեսակետներն ասում են, բայց նայում են ուղղորդվող խոսք, ինչպես կառավարեն, այսինքն իշխանությանը, դա տարածված է հատկապես Հայաստանում առաջանում է մի վիճակ, որ պարտադրում են քաղաքականություն եւ այն կառավարությունը, որ ենթարկվում է նման խոսքերի, ինքը թույլ կառավարություն է։ Հիմա ասեմ ինչ պիտի արվի, որովհետեւ ես չեմ կարող ասեմ գնա, մի գնա, ասեմ ինչի համար եմ դա ասում։ Ես ընդհանրապես այն տեսակետին եմ, որ քաղաքագիտության դասական մոդելի մեջ գիտության նման հարցերը, որոնք շատ բարդ են մեզ համար, եւ երկրի անվտանգության հարց ունեն, եւ ներքին կայունության հարց ունեն եւ այլն եւ հարևանների հետ փոխհարաբերության հարցեր ունեն եւ Մոսկվայի հետ հարցեր ունեն, ուրեմն դրանք պիտի քննվի ազգային անվտանգության խորհրդում հանգամանորեն շատ Արմեն Գրիգորյանի փակ նիստով, դա պիտի քննարկվի, թե մասնագիտական խորհրդատվության կարիք կա, պիտի հրավիրվեն այն ինչ որ ասում եմ ժողովուրդը ծանրութ հետևարվի, որոշումը նոր կայացվի եւ նույնիսկ օրակարգը սահմանվի, նորմալ պետությունները վարվում են այդպես եւ ոչ են մեկով գնա կամ մեկնա ճաշակի եւ այլն։ Ես կարծում եմ, որ ենթադրում եմ, որ վարչապետը նման մի խորհրդակցություն անցկացրել է, որտեղ բոլոր պատասխանատու մարմինների, մասնավորապես հետախուզությունների եւ այլն այս բաները հաշվի առել եւ որոշում են կայացրել։ Սա է երկրորդ օրակարգը նաեւ նայած ինչու է գնալու, ինչ է խոսելու։ Մենք նայեցեք մի բան ունենք։ Մենք այս ռուսական, այդպես ասենք, ԽՍՀՄ-ը ինչ է, ռուսական պետությունն է։ Դրա պաշտպանության համար մոբիլիզացվել է ԽՍՀՄ-ի շրջաններում 600,000 հայորդուց ավելի։ 600,000 ցեղասպանությունից հետո, սա ցեղասպանության ակտի նման բան է, երբ որ դուք 2 միլիոն չեղած հանրապետությունից եւ նաեւ այդ հանրապետությունից բզգտված մասերից հավաքում զորակոչի ես ուղարկում, մտածելու բան կա, եւ որից 300,000-ից ավելին չի վերադարձել իմացածով, բայց դա ճշգրտված տվյալ է, 310,000 երիտասարդ չի վերադարձել, այդ թվում նաեւ իմ պապիկ օրինակ, Գերչիկ չի վերադարձել, մայրս միշտ պատմում էր, լացում էր, ճիշտ անցել էր ժամանակ եւ այլն։ Հիմա տեսեք ինչ կա։ Հիմա Արցախից զորակոչել են իմ ուրեմն լղիմից 26% տղամարդ ազգաբնակություն, դա արդեն աղետ է, անթույլատրելի է։ Նույնիսկ պետություններ կան, այդ տոկոսները որ դուրս են գալիս, պարտության պայմանագրեր են կնքում, որտեղ ազգաբնակությունը հիմա սա պիտի ասվի թե չէ։ Ուր է այն հայ ժողովուրդը, որը պաշտպանել է այդ հայրենիք կոչված, եթե դա գաղութային հակահայաստան հակահայ պետություն չի, պիտի ասվի եւ գինը պիտի ուզվի, առանց ամաչել եմ ասում։ Գին ունի ամեն ինչը։ Եթե այս տեսանկյունից է, ուրիշ հարց է։ Ենթադրենք, եթե ուրիշ է, զենքի բանի հարցեր են փոխհատուցվելու, դա էլ է ուրիշ, ասեմ ինչու, որովհետեւ ակնհայտ է, որ Ռուսաստանի բանի ցարի հետ ոչ մեկը չի ուզում հարաբերվել, մենք առավել եւս չենք ուզում, բայց դե պետական շահը, այսպես ասած, բարձր ամեն ինչից, եթե որոշում են կայացրել, նորմալ է, եթե իմ ասած ձևով են որոշում կայացրել, օքեյ, եթե չէ, ուրեմն մեջ թերություն կա, կարծում եմ այդ տեսանկյունից էլ պիտի նայել հարցերին, թե չէ, Մաքիավելից մի բան ասեմ էլի, այն իշխան աշխատանքը հայտնի է, նա ասում է, որ ամբողջ ինչ ասի տիրակալական իշխանը պիտի գործի այնպես, ինչպես պետական շահն է։ Նույնիսկ ասում է, եթե դա նվաստացնում է իրեն, բայց պետական շահ պահանջում է, ուրեմն նա պետք է գործի հանցան դրան։ Հիմա ես կուզենայի, որ քաղաքականությունը մեր մոտ գիտության բարձր այդ չափորոշիչների մեջ լիներ, ոչ թե բարոյականության մենակ։ Բարոյականությունը տեսնում ենք, բացի մեզից ոչ մեկը բանի տեղ չի դնում։ Մանավանդ Ռուսաստանը թքած ունի բարոյական հարցադրումների վրա։
Դրանն էլ ցույց տվեց, որ Ամերիկան, որ ամերիկյան վիլսոնականություն ունի, բայց բարձում է պահի տակ բանի տեղեր չի դնում։ Հետևաբար ռեալ պոլիտիկ ունի իր կանոնները։ Այնպես որ կարծում եմ, եթե գնացել է ճիշտ է արել։ Հիմա հաջելի է թե չէ, իհարկե անհաջելի, դա հաճ է։ Հետո գիտեք, այդ ԽՍՀՄ 80-ամյակի մեջ մի բան կա։ ԽՍՀՄ-ի լավագույն սպայական կազմի մի օղակը հայերն են։ Մի գյուղը տվել է երկու մարշալ, Չարդախլուն է, 26 գեներալ եւ այլն։ Այսինքն գլխականակով ավելի շատ գեներալ է տվել մի գյուղը, քան ադրբեջանցիները իրենց ամբողջ ցեղով։ Իշքան որ կան թաթարական հատվածով, սա պիտի ասվի թե չէ, ուր են այդ գեներալները եւ նրանց հայրենիքը։ Ուրեմն սրանց աչքը պիտի մտցնեն ռուսները, ամեն ինչը։ Ուր է Հայաստանը։ Բայց այստեղ մի նենգություն կա։ Հիմա կարծես խաղի կանոնը փոխում են։ Պատերազմին ոչ թե հայեր են մասնակցել, ոչ թե վրացիներ, ոչ թե, այլ հանրապետություններ։ Եթե հանրապետությունների մասին է խոսքը, մենք տանուլ տված ենք։ Մեր ազգաբնակչությունը 2 միլիոն կարծեմ չի եղել ցեղասպան այդ տարիներին, բայց ինչ եղել։ Ազգաբնակչությունը այստեղ մոնոէթնիկ հանրապետությունից հայեր են զորակոչվել, Ադրբեջանից տոկոսով նայեք։ Ահռելի տոկոսային գերակշռության հայեր են զորակոչվել, Արցախն ասեցի այդ տոկոսը եւ Վրաստանից այդքան տոկոսով բարձր, վրացիներից այդ տոկոսով ինչքան հայերն է զորակոչ եղել, չի եղել։ Հետևաբար մենք պետք է գնանք այդ սկզբունքն ասենք, որ հայեր ԽՍՀՄ-ից, ոչ թե հանրապետություններից։ Այդ իմաստով Ադրբեջանները ցեղասպանության ուղարկել իր ազգաբնակչության կառուցվածքը փոխել մեր հաշվին ի վնասվեց, նույնը Վրաստանն էր, օրինակ ասեմ։ Հայաստանից պատերազմի կազմի առումով Հայաստանից կազմվել է 4 սովետական լիարժեք դիվիզիա։ Ամեն լիարժեք դիվիզիան հետևակային 14000 մարդենիչին է։ Ուրեմն լրացուցիչ երկու ոչ լրիվ կոմպլեկտավորված դիվիզիա։ Ինչու ոչ, որովհետև ազգաբնակչության տղամարդ էլ չէր մնացել, որ էդ էլ հանեին, տանեին։ Ուրեմն դրանք կրվել են ռազմաճակատի ամենագեշ վայրերում, Կերչում։ Կերչը անվանում են հաջորդի մացեք, հայոց գերեզմանոց։ Մեր ժողովրդի գիտակցության մեջ հայոց գերեզմանոցն է։ Այդ դիվիզիաները, երբ որ 42-ին են եղել, դրանք պիտի իմանան մարդիկ, հրաման են ունեցել խրամատ չփորել։ Եվ մարդիկ տափաստանում պարկած են եղել, 4-5 հոգուն ասել է մի հրացան, հայկական զորամասերի մասին է խոսքը։ Հրաման եղել, այն կմեռնի դուք 4-ով վազում եք, որին խփեցին հրացանով խփեցին, վերցնում առաջ ես գնում։ Եվ այսպես հիմա ցեղասպանությունը թե չէ։ Ուզում եմ ասել, որ այս բոլորը պիտի ասվի, եթե բայց դրանք սովետական նեյնիմն անենք, գնանք իրենց պարապանենք, այսպես է, պետք է դրանք գինն ուզել։ Ինչու է այսպես։ Եվ Արցախը ուր է։ Նախիջևանն ուր է։ Նախիջևանից քանի տոկոս հայ է զորակոչվել։ Այսինքն այս երկու պետությունները Ռուսաստանի հովանավորությամբ, ուրեմն հայ ժողովրդին իր բնորրանից անել են, վերջում են ասել, «Գետես, բանում Նախիջևանում տոկոս չունեք»։ Եվ որտեղից լինի։ Հիմա դրա մեջ որովհետեւ սուտ դուրս չկամ, ասեմ հետեւյալը։ Ուրեմն Լենինագանում, որտեղ Վարդանիկը հեղաշրջում արեց ռուսականում եւ այլն, այս իր պատկերացումով։ Ուրեմն Հայաստանից զորագոչվեց այդ երիտասարդությունը, ուղղաբերձանակ վրացական ազգային դիվիզիան եկավ պաշտպանելու եւ տեղակայվեց։ Մինչեւ պատերազմի վերջը հայ-թուրքական սահմանը վրացիք են պահել։ Հիմա այս է տարբերությունը ողորմելի Անաստաս Նիկոյանի, Անասունի եւ Ստալինի։ Իր ազգին բերել էստեղ չի կրվել նա։ Դիվիզիան պահվել էստեղ։ Իսկ Հայաստանից ուղարկվել է այս բոլորը։ Այս բոլորը հասկանան թե չէ, որ իմաստը ինչ եղած է իհարկե, որովհետեւ սրանք հայություն հասկանա, որ կյանքի գնով անկախ պետություն ստեղծի։ Կյանքի գնով։ Ոչ թե նեյնիմ խաղա, գնան ամերիկյան որփանոցով կրկնել, հետո ելնեն մեծանան դրանց թորները, ռուսական կողմնորոշման քվեարկություն անեն։ Ոնց կարելի է այսպես։ Պարոն Շերնյան, մինչ գալ այստեղ մի մասը, երբ անոնսը կարդացել է, գրում են, դե պարոն Շերնյանին պետքա լուրջ հարցեր տաք, մի մասն էլ գրում էր, որ հարցեր կա, որը շատ հետաքրքիր է իր կարծիքը։ Ես ընտրեցի վտարոյ վարիանտը, որը հետաքրքիր է մեր հետևորդներին։ Մեր հետևորդներից մեկը ընտանիքով հարցեր տալիս Գյումրիի մասին, մի քիչ մենք ուրիշ թեմա շեղվենք եւ կվերադառնանք էլի վարչապետի եւ ընդհանրապես այդ հարցերին։ Գյումրիում դուք գիտեք ընտրություններ ա եղել եւ հաղթել է այն անձնավորությունը, որը, այսպես ասած, դրանից վատ էլ չի կարա լինի Գյումրիի համար, քանի որ ինքը եւ կրիմինալի սիմվոլ է, եւ ստերի, եւ Ռուսաստանի եւ այլն այլն։
Կան մարդիկ, ովքեր չեն հասկանում այն, որ մի կողմից օրինակ ԿՓ-ն 60% ավելի շատ ձայներ է հավաքել, քան թե այսպես ասած 3 տարի առաջ, մարդիկ ասում են մեկ է, էլի ինքը ստերով այդ Վարդանիկը ընտրվել է։ Եվ կա սենց ռիսկեր, կա վախ մարդկանց մեջ, որ օրինակ նույնը մենք գիտենք, չէ՞, Մասիսի քաղաքապետը նույն այդ այսպես ասած մակարդակն է, Աբովյանի քաղաքապետը նույն մակարդակն է։ Հա, Գորիսի քաղաքապետը ձև է թափում, որ ինքը խելոքացել է, բայց հա, ասում է Կարմիկովը իր կաշին չի փոխում եւ այլն։ Եվ մարդկանց մեջ վախ կա, где гарантия, ուր է гарантիան, որ մի տարուց հետո ընտրությունների ժամանակ այդ մարդիկ, այսպես ասած, не спустят всех собак и на власть, и на здоровые силы, քանի որ օրինակ հիմա տեղեկություններ է գալիս, որ նույն Մասիսի քաղաքապետը, ահագին արցախցիներ, դու գիտեք, ռազդանում են Աբովյանում եւ Մասիսում եւ այդ արցախցիներին ինքը այսպես ասած պոտկուպ անում, պետության անվան տակ ինքն է օգնություններ բաժանում, ինքն է պես ձմեր պապի եւ այլն, то есть ամեն ձևի իրանք պատրաստում են։ Ունեք դուք այդ ձևի վախ, նույն ձևի վախ, որ այդ ձևի կրիմինալ քաղաքապետները կարան մեծ վնասներ տան, ինչ են դուք մտածում դրա մասին եւ որն է պետության եւ կոնկրետ ուժային կառույցների թերությունը, որ մենք հասել ենք այդ օրը։ Եթե ընդդիմությունները ազգաժողովի մասին է խոսքը, գիտի վարչապետի խոստումին համապատասխան ռեալիզացվեն, այսինքն չպիտի խախտվի օրենքը, կարծում եմ այդ վտանգը այն չափի ինչպես ներկայացվում է, վտանգ փոքր, բայց վտանգն ավելի շուտ ինչ են ընտրությունները, սրանք կարող են քաղաքապետներով հավաքվեն սխոտ կանեն։ Չնայած այդ դեպքում էլ իրավահարույց մարմինները կաշխատեն, ես դրանց տեղ կդնեն, իրենք կանեն, իրենց սխոտ կան, բայց հիմա տեսեք մոդելային իմաստով Գյումրին ինչ կատարվեց, օրենքն է անգադար։ Դուք կարող եք ահռելի ձայների առավելություն ունեք, բայց այնտեղ տաշիկ-մաշիկ իրար հետ բազար անելով կարող եք մեկի վրա կանգնել եւ անցկացնել դրան եւ օրինական է, օրենքը անկատար է։ Այստեղ սխոտ է եղել։ Երկրորդը ազգաբնակչությունը չի քվեարկել մեծ տոկոսով, շատ քիչ մարդ է մասնակցել, այսինքն չի գիտակցել քաղաքային ինքնավարության դերն ու նշանակությունը։ Բայց կա նաեւ մեկը, եթե այդպես ենք մտերիմներ ենք, հիշեք, որ տարիներ շարունակ 16-17 թվականներից, երբ որ ես փորձեցի հասկանալ Հայաստանի ճարտարագությունը Սերժ Սարգսյանը Քոչարյան Ռոբերտի հետ ձևավորել, հայտարարեցի, որ Հայաստանը գոհապետություն է։ Այդ գոհապետությունը ես չեմ հնարել։ Հայերեն տերմին եմ ես արել։ Լութոկրատական իշխանությունը 3 ձևի կարող է լինել։ Կլեպտոկրատիա, լութոկրատիա։ Հիմա տեսեք ինչ է։ Ուրեմն ընտրությունը ցույց տվեց Գյումրիում, որ գողական, ոչ միայն բարգերը կան, հասարակության գողականության շերտ կա։ Ես հիշեցնեմ մի բան, 90-ական թվականներին, երբ որ վիճակը վատ էր, ով չգիտի, որ ասին որ գիտի կամ չգիտի, որ գիտի, հարցով է, չգիտի, որ Թուրքի մայրը կոչված տաղամասերն եւ այլն, ընդհանրական աշխատանքով ոսկի էր ձուլում Թուրքիա ուղարկում։ Այդ ոսկի, որ հանում ուղարկում էին, ասանենք չէ, այնտեղ ծծումներով կա, վաճառով կա, զոնն այով ոստիկան կա եւ այլն, թե չէ ոնց է։ Այսինքն հասարակությունը ինքը ոչ օրինական ընդհատակյա տնտեսության մեջ էր եւ բարձրացեց, որ իմ ասածը, որ բոլոր պետություններն ունեն deep state-ը, խորքի պետությունը, ինչպես Ամերիկայում բարձրացել չէ, մարդը 200 տարի է մեռել, բայց թոշակ է ստանում։ Հիմա վասնացվեց եսակի դեպքեր են դրանք։ Հիմա ուրեմն deep state-ը գողապետությունը անհայրենի, անփացի հողիներած եւ այլն, այսպես է գողական բարգերով բնականաբար։ Հիմա եւ սրանք ընտրեցին, այսինքն այս շերտը, որը շատ էր, ընտրեցին են։ Ինչու՞ է, այստեղ պիտի նկատի ունենալ, որ բիզնես, գողական մաֆիա, սրանք շատ ավելի շահագրգիռ են իրար պահելու հարցում, քան քաղաքացիներն են, սրանք գործ են անում, չէ։ Ես հետ չեմ կասկածում, որ այստեղ դեր է խաղացել նաեւ ռուսական գաղտնի ծառայությունը, չպիտի մոռանանք, որ Ալեքսանդրապոլը, Լենինագանը եւ այլն, դա ռուսների համար հատուկ հետաքրքրություն է ներկայացել, հիմա չի որ ուրեմն եվրոազգական հետախուզությունը այնտեղ դեր է խաղացել, նաեւ ռուսասիրությունն է դեր խաղացել, այդ չհիմնավորված, եւ մենք տեսանք նիստին, որ չէ, ես Վարդանիկի հիմա կասի զորամասի հրամանատար, ես ասում եմ ոչ, ռուսական ռազմական հետախուզության պետերը նստել հսկում էին նիստը, կարող է հակառակն ապացուցել, եթե ինքը իրենցից չի։ Ոչ մեկը չեն կարող ասել, չէ՞, որովհետեւ մենք գիտենք, որ տերմինալը Հայաստանում Դեմիրճյանի ժամանակ թույլատրված դոզա ուներ, գողանալու, քծելու, խապելու, հագնիչի որ Հայաստանի կապիտանի Ալեքսանդրապոլով ասել, երշիկի գործարանից, որ այդ երշիկը հանում ծախում է թույլատրված է, բայց չի ոչ մեկը չէր բռնվում։ Հիմա ուզում եմ ասել, այս շերտը օբյեկտիվ հիմքի վրա է, երկրորդը դրա ճարպիկ խաղն է, երրորդն էլ երևի ես լավ չեմ ճանաչում, ԿՊ-ն երևի ավելի
այլ տեխնատու առաջադրել եւ այլն կարող է ես տալ չեմ ճանաչում որ որակներ տամ քաղաքական խարակտերոլոգ բայց ասեմ սա մի երեսն է հիմա հիաստապեցնեմ իրենց վարդանիկներին ինչու եմ ասում վարդանիկ որտեղ ինքը ռուսական կողմնորոշում ունի իսկ ռուսերեն այլուվեն արչունի ունի ռ այստեղ մի բան կատարվեց որ բարոյականությունից մի քիչ հեռու է Գյումրին հատուկ քաղաք է մեր ժողովրդի պատմության մեջ ցեղասպանության տարիներից հետո ամերիկացիները 18-20 թվականներին որոշեցին իրենց փողով նաև հումանիտար մենակրետական չի բանում ստեղծեցին Ալեքսանդրոպոլում Լենինականում աշխարհում այն ժամանակ ամենախոշոր հայության համար ամենամեծ եւ ամենակազմակերպված մանկատներ որբանոցներ գիտեք եթե լուսանկարները եթե տեսել եք նայեք ինչպես են որբերը մեր արևմտյան Հայաստանի արևելյան իրենք են հավաքել իրենց փողով ամերիկացի ռուսները չեն ոչ է հայերն են հացրած, կապցրած, լողացած, շարքերով, ճաշի գնալուց նկարներ կան։ Եվ այդ սերունդների բարձ է որ հետո դրանք որոշ տարիքի եկան, ամուսնացնում են ամերիկացիները եւ անգլիացիները։ Այն կազմակերպություն կար, բայց անգլիացիները միջին արևելքում։ Հիմա ոսկի են տվել անգլիացիները մեկի համար գնել են հարեմներից այ աղջիկների։ Հիմա ամերիկացիները սրանց այսպես պահեցին, որ դրանց տորները ռուսական կողմնորոշումով Գնալ վարդանիկին ձայնը, սա շատ կարևոր հարց է։ Այն դեպքում երբ Ռուսաստանը 26 թվականի բոլոր որբանոցները փակեց, սովետական միությունը որ ասում է Ռուսաստանը փակեց ու վերջ։ Նաև 26 թվականին արգելեց եկեղեցիներում ցեղասպանության հիշատակի պատարակ։ Այսինքն ուզում եմ ասել սրանք են, հիմա երկրորդ մասն ասել։ Եկեք մի հատ ձեր միկրոֆոնը փոխենք, պարոն Շիրյան, ասեմ որ այդքան լավ չի լսում։ Հիմա լավ է լսում ժողովուրդ ջան։ Հիմա լավ է, մի հատ լսում։ Հիմա երկրորդ մասն ասեն, լավն ու վատը։ Հիմա ես եթե լսում եմ նոր մասը ասեմ։ Մի հատ լսենք դրանք լսում ա թե չի մի հատ գրեք։ Լսում է։ Այսա գրեն, պարոն Շիրյան, այսա ստուգեն։ Մի քիչ ձայնը ասում են թույլ էր գալիս։ Բայց պետք է հիմա լսվի, ես չգիտեմ, լսում ա թե չէ ժողովուրդ ջան, գրեք։ Напишите кто-нибудь, Баркен, пожалуйста. Այո, լսում եմ։ Հիմա երկրորդ շերտը, որ արդեն իր նպաստ վարդանիկի չի եւ իրա կամարելիայի։ Ինչն է բանը։ Մի տարվա նա ասես որ չէ Պուտինին պիտի դիմի, որ ըստեղ գործարաններ բացեն։ Ես ասում եմ գործարանները երբ էս բացել ունենք, ազգաբնակչանն եմ ասում, ամեն օր նամակ գրեք։ Այ վարդանիկ, գործարանները բացիր, աշխատատեղերը ստեղծել ես, կոռուպցիա կա թե չկա։ Այսինքն վստահաբար մի տարի մինչև ընտրություններ հակառակ process-ն է լինելու։ Վարդանիկը գործարան բացելու համար չի գնացել։ Պուտինը գործարան ունենա, ուկրաինացիների դեմ զենք կարտադրի կկռվի։ Ուրեմն այս բոլոր խապկանքը կգնա, ես կարծում եմ ազգաբնակչության մեջ հիասթափության ահռելի շերտ է գնալու, հասկանալու են արածի իմաստը, այդ իմաստը ոչ Մասիսի համար, ոչ եւ այլն։ Բայց իշխանություններին առաջարկ ունեն։ Մենք անցման շրջան ենք ապրում եւ քաղաքագիտությունից դա կոչվում է դեմոկրատական տրանզիտ։ Ճիշտ է, պետությունը հայտարարել է ժողովրդավարական կարգերի հաստատումը դեմոկրատական է, բայց ինքը անցումային, փոխանցումային շրջան է ապրում։ Այդ երկրները հնարավորություն ունեն ամեն ինչով անցնեն դեպի ժողովրդավարություն, նորմալ, ունեն տապալվելու շանս։ Եվ դա շատ հաճախ լինում է։ Դեմոկրատական տրանզիտ, ես ուզում եմ մարդիկ նաև օգտագործեն, իմանան եւ այլն։ Ես սա պարտավորեցնում Հայաստանի իշխանություններին, նույն ազգային անվտանգության խորհուրդը, ոստիկանությունը, կազմակերպությունը եւ այլն Ղարաբաղյան կլանի պարագլուխների պիտի զրկի ընտրելու իրավունքից։ Ձևերը շատ են։ Մի 10-20 հոգի Հայաստանում հավաքում է։ Չի հավաքում։ Բոլորի ցուցակը կազմում է, սրանք ընտրություններին չեն մասնակցում։ Չի թույլատրվում։ Մեկը կհիվանդանա, մի օրը չեխոտ կակալնի։ Այն հիշում եք, չէ, 18-ը ոնց էին փախչում։ Գնում են Գերմանիա բուժվելու, բարձում է չեխոտ կային, հետո բարձում է որ Ռուսաստան են փախել եւ այլն։ Այսպես պետք է փախցնել սրանց, փախցնել ազգային անվտանգության խորհուրդ անպայման Սաբիտյանը եւ մնացած ընտրություններին կարգ ու կանոնը պահի։ Այնպես որ իսկ ժողովրդավարական ուժերն են պետք է կոնցեպցիաներով գնան։ Ժողովրդին պիտի առաջարկ ունենան, վերահսկողումներ ինչ ծրագիր ունեն, ինչ մոդել են առաջարկում եւ այլն եւ որն է զարգացման հեռանկարը։ Այդ իմաստով իհարկե դժվար ժամանակներ են սպասում, բայց ավելի դժվար է լինելու գողական աշխարհի համար։ Ուրեմն լրիվ հիասթափություն է լինելու մի տարվա ընթացքում, որտեղ վարդանիկը բացի գողանալ ոչ ոք չի կարողանալու անել եւ այլն մարդիկ այդ տեսեն։ Իսկ մնացածը մոբիլիզացիոն բան է պետք։ Մենք պետք է լավագույն մասնակիցներ առաջադրենք։ Մեր ցուցակները պետք է լինեն լավը, մեր առաջարկները պետք է լինեն հասկանալի, ընդունելի եւ այլն։ Եվ պետք է աշխատենք նաեւ մեր դաշնակիցների հետ։ Բայց ռուսական ազդեցություն չպիտի թողենք։
Անպայման չպիտի թողենք, եթե ուզեք, եթե թողեցիք կլինի Ռումինիա, տեսնում եք ինձ Հունգարիա եւ այլն։ Հիմա բայց մի բան կա, որ ուզում եմ զգուշացնեմ, սրանք քանի որ ուղեղները գողական աշխարհ ուղեղը շատ լավ է աշխատում նյութական շահի վրա։ Սրանք կարող են փչացած բաներ անեն մինչև ընտրությունների ժամանակ չանեն։ Իսկ ազգային անվտանգության խնդիր է։ Բոլորը պետք է վերահսկողության տակ մնան, պատրանքներ չդնեն։ Դեմոկրատական տրանզիտը պարտադրում է լինել ուրեմն պաշտպանել դեմոկրատիան, հանուն դեմոկրատիա եւ հանուն ժողովրդի։ Ժողովրդավարությունը իրեն կարողանա պաշտպանել։ Մնացածներ իր կարող է հետ վերադառնալու։ Ես ուրիշ բաներ կասեմ ձեզ։ Իմ գնահատականը Ռուսաստան մի տարեդո գոյություն չունենա։ Հիմա այդ գոյություն չունի, բայց գիտակցությունների մեջ էլ մնում է։ Պարոն Շիրինյան, վերջերս եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ մյուս, այսպես ասած, պաշտոնյա անձինք խոսում են հիբրիդային պատերազմի մասին, որը պարզ է Ռուսաստանն հայտարարել. Հիշեցնեմ մեր հետևորդներին, что гибридная война это такая же война, просто без военного столкновения. Մենք տեսանք արդեն երկու հատ, այսպես ասած, две волны в апреле и в начале мая. Դուք ինչ պրոգնոզ եք տալիս? Սա շարունակվելու է հունիսում, հուլիսում, օգոստոսում или волнами будет, то есть как вы Նախորդ մենք տեսանք որ ցիկլային է։ Առաջինը Վազգեն վերջինին առաջ վերեցին, ՀՀՇ-ի Վազգենին։ Սա ինչ արեցին, օգտագործեցին, նույնիսկ ազգային ժողովի ճաղերի շփոթեցին, հետո սա գոլոշացավ, չէ՞։ Հետո հետո բերեցին Գալստանյանին, եկեղեցին փախցեցին։ Եվ սա էլ պիկի ելավ, մինչև ոսկեբար, հետո գոլոշացավ։ Հիմա Ղարաբաղյան կլան ակնհայտ է, որ Ղարաբաղյան կլանի պարագլուխներն են այստեղ գցել։ Դրանք մի տարի չեն դիմանալու։ Այդ նշանակում է ռուսական գաղտնի ծառայությունը ուրիշ տեխնազուներ ունի։ Որտեղ դա ցիկլային իմաստով սրանց էլ նախ այն հեղինակությունը մենակ փողը ոչինչ չէ։ Ես մեր պարագայում դե հեղափոխություն ցույց տվեց որ կարող եք փող ունենալ եւ հեղափոխությունը վճռի փողերը ձեռնից վերցնի։ Հիմա ցիկլային այլենք պետք է որոշեն այդ երկու թե նոր տեխնազոնով է, որը պետք է գա երևի սափրված ազգային կերպարանքով խիստ կրթված բարեկիրթ եւ այլն։ Բայց Հայաստանն այնքան փոքր է, որ շատ արագ մենք կհասկանանք ով է նոր ռեզիդենտը։ Իրենք որ արդեն կրակված փամփուշտ է, այն ակնհայտ է։ Հիմա փորձարկում են Քոչարյան Ռոբերտին, Սերժ Սարգսյանին, որ երևնորեն կաթողիկոսին առաջադրեն, բայց դե տեսնում եք ժողովրդի վերաբերում այդպեսին է։ Որպես ես սուտ չտվամ, ես կարող եմ հետևյալն ասեմ, էլի։ Մենք գիտեք, որ երևի 5 տարի է, որ ուրեմն ամեն կիրակի գրեթե շրջաններ, Երևան եւ այլն այցի են գնում։ Իրենք ուզում են իմանալ իրենց վարկանիշը։ Մի օր ոնց որ ես եմ գնում իմ ընկերներով, թող առանց իմ մենակ ելնեն առանց ախրանայի Երևանից դուրս գան։ Կսպանեն 3 վարկան, մորթեն։ Իհարկե ես չէի ուզի որ մորթեն, պետք է դատվեն են դատական գործերը, բայց այդպես է, դրանք որպես ռեալիստ լինեն։ Ես իրենց փոխարեն լինեի ինչ կանեի, հանգիստ կցրվեի ես միջավայրից, ես կգնայի իշխանության հետ, կասեի գողացել եմ ինչ կա, եկեք ես կանը վերադարձնում եմ, ես հանգիստ իմ դեղս կգնամ, այլապես ասեմ, սա ռեալ է, իմ կանխատեսումն էսպեսին է, եթե տաբալվեն եւ մի տարի չեն կարող դիմանալ, Սերժ Սարգսյան, արդեն Զավեշնարեն գնացել են համալսարան, այն մեկը գիրք տարտալ չգիտի, այն ատում է գիրքը, համալսարան ինչ է գնացել, այն էլ հայկական համալսարան, որ չկա այդ համալսարանը որտեղ է, ես չգիտեմ, ես այն կյանքն անցել է համալսարանում դասավանդել, բայց այդ համալսարանի տեղը չգիտեմ, այն էլ ուսանող եւ այլն, ուրեմն սխալ բաներ են անում, այս մարդիկ պիտի մտածեն, որ իրեն ժամանակն անցել է եւ գնան պետության հետ բանի, բայց այստեղ վտանգն ինչի մեջ է։ Իրենք տեսան, մենք բոլորս տեսանք, որ ռուսին եթե մինչև վերջ է ծառայում, օրինակ բագոն, նրանից լավ ոչ մեկը չի ծառայել։ Մնացածներից մեկուսին ասեմ, դրանց մեջ ասեմ, նորից ասեմ, Լևոն Մնացականին ափսոսում եմ, չգիտեմ, գուցե սխալ եմ։ Այս 7-ը հավատարմորեն են Դավիթը ռուսի արևով երթվում էր, մոռացել էր, չէ՞ հիշում եք ինչպես։ Ուրեմն ռուսները հայերի մեջ, ովքեր որ մինչև քզնանք 100% են հասցնում, դրանց Բաքու են ուղարկում։ Սրանց էլ է ուղարկելու, վստահ եղեք։ Բաժելու է, որովհետև հեղաշրջում չեն կարողանում անեն։ Չի դնում էլի, ով որ չի կարող անել, մեկ Բերյային է տալիս, Խանջանին տվին մորթեց, նա էլ առաջանրապետությանն էր դավել, գցեցին նրա վրա, սրանց էլ Բաքու ուղարկեցին, ես առաջարկում եմ Բաքու չգնան էլի։ Ինքնասման կարելի է լինել, Բաքու չի կարելի գնալ։ Համաձայն եմ, շատ լավ, մենք քանի որ խոսում ենք Ղարաբաղյան պլանի մասին, գողական աշխարհի մասին, ղարաբաղցիների դաշնակների մասին, գիտենք, որ այս մարդիկ ընտրությունների ժամանակ
կաշառք են տալիս, որպեսզի ձայն առնեն, եւ այդ կապակցությամբ նա հարց են տալիս, որը հետաքրքիր է մեր հետևորդ Լևոն Գևորգյանին, տեսեք 6 տարի սա հանրապետության մասշտաբով կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ եւ դուք միշտ ասում եք պարոն Շենյան, որ ժողովուրդը իմաստուն է։ Բայց կարող է լինի sense իրավիճակ, որ այդ մարդիկ, ովքեր ապրում են համարյա 1000 գյուղում եւ 33 քաղաքում, տենում են իրանց աչքով եւ իրանք են կառուցում, հա, սա ներաբոչ, իրանք տենում են ինչքան փող է ծախսում պետությունը, որպես կառավարություն, որպես իրանց կյանքի որակը բարձրանա։ Հնարավոր է այդպես բան լինի, որ իրանք այդ 6 ընտրությունները տենան իրանց աչքով այդ գործը անեն, բայց վերջում ինչ-որ մեկը գա 10,000 դրամ տա եւ այդ մարդը ասի, դե լավ, արդեն սա աշխատել եմ, հա, այդ դպրոցի վրա, սա էլ վերցնեմ, դնեմ ջեբս ինչ անեմ, շկոլ է։ Հնարավոր է որ վերջում ինչ-որ մարդ մի քանի տոկոս կլինի միշտ էլ։ Դե Ամերիկայում էլ եղավ, հիշում եք, բայց կարծում եմ հիմնական զանգվածը չլինելու։ Բայց դժգոհությունը դրա մեջ ուրեմն չէ, մեր արգիշտը կհաստատի, ասած այս վերջի շրջանում։ Ահավոր դժգոհություն կա, որ վարչապետը այդ երկուսին չի ձերբակալել։ Ահավոր։ Սա դեր կխաղա։ Ոչ թե նրանք կանցնեն, այլ իր համար խնդրեմ է։ Կոնկրետ այդ մենք գալիս ենք բացատրում ենք ասում ենք, թե ինչ որ մենք հասկանում ենք, դա ասում ենք, բայց մարդիկ ոնց որ թե չեն հասկանում, որովհետև հայ ժողովրդի մեջ մի բան ասեմ, էլի, սա ճիշտ է, այսօրվա սերունդն է, որ կրթության հարց ունի, ժամանակի բարակա է, բայց պիտի չմոռանանք, որ մեր ժողովուրդը լավագույն իրավագիտական միտք ունի, ժողովրդի մեջ պատմական հիշողությունը միշտ աշխատում է, Մխիթար Գոշ, Լամպրովնացի, բանը եւ այլն, էլի, հիմա Գունդստավլևան Ուրեմն, եթե օրենքը իր բաժիշ ֆունկցիան չի աշխատեցնում, նրա կարգավորիչ եւ դաստիարակիչ ֆունկցիան չի աշխատում։ Բարձ է, եթե օրենքը բարձում է սա հանցագործ է եւ իր ձևով այս հանցագործի հանդեպ սանկցիա չի կիրառվում իրավաբանական իմաստով էլի, ուրեմն դա խնդրեմ կա։ Դրա համար մեր իշխանությունները քանի ուշ չի պետք է այդ սանկցիաները կիրառեն։ Մի քանիսին դրա համար ասեցի, պիտի մեկուսացվեն, մի քանիսին պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ցանդրությունների համար խնդիրներ լինելու, դա միանշանակ իմ կարծիքով։ Ինչու՞ չես պատժում, ինչն է հարցը։ Եվ այլն, եւ ժողովրդի պահանջ կա։ Ուրեմն ընդ որում շատ արդար է այդտեղ։ Ինչու է սրանք երկիրը կանդում։ Չեն կանդում։ Աշնակցությունը ինչու աշխարհում է պետություն, սուրկ ինչու է անել Հայաստանի իշխանությունների դեմ։ Ինչի անել, մենք կարող է բացատրել։ Ինչու է սպասարկում Ռոբերտ Քոչարյանի շահերը։ Չգիտի Ռոբերտ Քոչարյանն ով է։ Ուրեմն հարց կա, չէ՞։ Ռուսական կողմնորոշում թե մնացած կոալիցիոն կառավարություն է, որ պատասխանատվություն կա։ Հո բանի բացատրելով չի, որ եկար պատերազմում պարտվեց, հա 4 օրվա վարչապետ է պարտվեցի, բայց բանակը 4 օրում չի ստեղծվում։ Գեներալներ 4 օրում չի չաղանում ճարպակալում։ Այդ նեխած միջավայրը գալիս է տասնամյակներով, չէ՞։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, այս բոլորը լրջորեն պիտի վերլուծվի եւ եզրակացություններ արվի ու շարժվել առաջ։ Այդ ուրիշ խնդիր չեմ տեսնում, որտեղ էլի վարչապետի նկատմամբ մնում է դժգոհեմ, բայց եթե փորձեցի դեպի բան ասես, քեզ գլարեսնել։ Իրենք բայց իրավունք ունեն։ Սա տենդենց եմ ասում։ Պարոն Շիրինյանը շտապում է, քանի որ Իրան ունի հանդիպում, վերջի հարցն եմ տալու։ Դուք ահագին հարցեր տվեցիք, որ համաձայն են մեր հետևորդները, բայց պարոն Շիրինյան, դուք այն մարդն եք, ով այս ձևի նստում է վարչապետի մոտ եւ ձեզ հնարավորություն ունեք խոսակ իր հետ, երբ դուք այդ ձևի խոսում եք եւ տալիս եք այդ ձևի հարցեր, այդ ձևի շատ, հա, այսպես ասած, смелые вопросы, եւ եթե այո, наблюдая за мимикой премьер-министра и его ответами, насколько он с вами искренен, или он не все отличает? Այսինքն պատասխան տալիս եւ դուք ազնիվ պատասխան տալիս, թե ինչ որ недосказанность есть։ Ուրեմն ասեմ հետեւյալը, որ վերջի շրջանում այդ հաջողականությունը կդրվել է ինչ հանգամանքների պատճառով, բայց բարձ է ես իմ հարցերը տեղ հասցնելու միջոց ունեմ, դա շատ վատ է, որ ասեմ արտախորհրդանական ուժերի կանոնավոր հանդիպումները դա փայլուն մեր վիճակի համար միջոց էր, ես երբեք իրեն չեմ խաբել, ինքը իմ ընկալումով երբեք ինձ անճիշտ բան չի ասել, բայց երբ որ հարց եմ դրել, ինչպես նաև ինքն է ինձ տվել, ես իրեն ինքը բացատրել է, որ այս ինչ բարդությունը, այս ինչ հարցի մեջ կա։ Ես ինքս մտածել եմ, տեսել եմ, որ չի լինում, համապատասխան ձևով նաև արձագանքել եմ, նաև պնդել եմ ինչ որ բաներ, օրինակ սենսորային տեխնոլոգիաների հարցը որ կա, Սամվել Գևորգյանը շատ եմ ասել, այդ իմ դոկտոր պրոֆեսոր, այստեղ էլ գնում գալիս է։ Ես վարչապետին ներկայացրել եմ պատերազմից առաջ, այն լավ օրերին։ Ինքը իր պատճառաբանություններն է բերել, ինձ համոզեց չի թվացել։ Մինչև հիմա այդ հարցը հետապնդում եմ։ Եվ ինչ որտեղ հասել ենք արդեն։ Այսինքն նման բաներ կան, որ այդպես լինում է, բայց նման բաները հիմա չեմ կարող ցուցակ կազմեմ։ Ես կարող եմ արգիշտ ինչ կան 50 գոնե գլոբալ պետության համար հարց,
որ ես վարչապետի հետ քննել եմ կամ ասել եմ եւ հարցերը լուծվել են, բայց ես դրանք ինձ իրավունք չեմ վերապահում հրապարակեմ։ Մի բան ասեմ, որ Ավստրալիայում ասեցին դրա համար, ասին դե այն է, որ ագարակի այդ մաքսադունն աշխատես, դու քանի տարի է ասում եք, որ մեղրիում այս վիճակը պիտի փոխվի։ Նման բաներ, բայց մեր ընկերը չնեղանա չասեմ։ Խաբել չեմ տեսել, իրականում, որտեղ խաբելու բան չկա, երկրորդն էլ ես մի բան ասեմ առանցքալ։ Ես ասեմ, ոչ միայն քաղաքագիտության դոկտոր եմ, այլ փիլիսոփայական գիտությունների թեկնածու եմ, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի օրինաչափություններով գրած աշխատանքը։ Եթե ես չուզեմ խաբվել, ոչ մեկին չի կարող խաբել, գլուխ կովել չգիտեմ, բայց իր կողմից եւ ոչ իր միջավայրի այդպես բան չի եղել։ Բայց երկրի վիճակը ասեմ ձեզ, այնքան բարդ է, որ ես իմ ընկերներին էլ եմ գուսակցիա մեջ ասում։ Անցում այն այսպիսի շրջան, այսպիսի հարևաններ, գեոստրատեգիա եւ այլն, մենք կարծում եմ, որ հիմնական նարելն ենք եւ սա մեծ դերակատարությունը պատկանում է վարչապետին, ասեմ որն է։ Պատերազմ, այդ բոլորը պատերազմ Արցախ, դա պիտի լիներ, որտեղ Լավրովի պլանով Ռուսաստանը պիտի դա հանձներ Ադրբեջանին ու նրանը դաշնակից ցածակվել Ուկրաինայի վրա։ Այստեղ Քոչարյան, Ռոբերտն ու Սերժ Սարգսյան իրանք չճղեն։ Եթե իրենք ճղեն էլ աշխարհով մեկ կիմանա, որ սրանցից տգետ քաղաքականության մեջ մարդ չկա, որտեղ մենակ իրենք չի որ լսում են իրենց բացատրությունները։ Եթե այն մեկն ասում էր հայերն են մեղավոր, մարդիկ ուրեմն միանգամից պատերազմից եզրակացնում են Ավստրալիայում, սա հայ չի, եւ երկրորդը, եթե հայը ռուսական գաղտնից առաջամարդ է, կամ էլ ուզում էս իշխանն անել, Պուտինին օգնության է կանչում միջամտել եւ այլ։ Ուզում եմ ասել ես բաները որ թողենք, մենք մի եզրակացություն ունենք։ Ես տեսել եմ, այդ չեմ հիմա ինչ ասեմ։ Վարչապետին են վիճակում եմ տեսել, երբ որ մենք կարող եմ ասել, դուք երևի, չգիտեմ, ես իմ մասով եմ ասում։ Մենք մազի վրայից անցնելով պետությունը պահել ենք, անկախությունը պահել ենք։ Դա ես տեսել եմ, ես դրա համար չունեմ, ես չեմ կարծում, որ ինքը ինձ խաբել է, որ կամ ես չեմ անում, ես ոչ մեկին չեմ խաբում։ Ուրեմն ասեմ, որ դա երկրորդն էլ, եթե մի հեղինակ ասեմ, թույլ տվեք, Հանտինգտոն կա, Բալչեսկի բարյադը կիրքը ռուսերենով կա, անգլերեն բան կա։ Կարդացեք կտեսնեք, Լատինական Ամերիկայում այսպիսի բաներ կան, այսպիսի վիճակներ անցում են տրանզիտը եղել է, բայց մերը սպეციფիկ է, մեր գլխին կախված է ցեղասպանության սպառնալիքը։ Ես միշտ խուսափում եմ նման բաներից։ Ես հակառակն եմ ասում, վարչապետի այդ հարցին գալումը ինձ միշտ բավարարել է, որովհետև դա հռետորություն չի, ես վարչապետի համար չեմ ասում, հեղինակության բարձրացման եւ շատ ընկերներ ունեմ, որ շատ նեղ ես իրենց աչքերը որ նայում եմ, կարող եմ ասել շնորհակալություն, օրինակ ուսակցության մեջ, ինչի համար, որովհետև ես որ երբ ասել եմ, ինչ-որ բաներ եղել է, հիմա չեմ կարող ասեմ, եթե եւ այլն, մարդիկ հասկացել են, լռել են եւ ինձ հետ մնացել են։ Դա նշանակում է մենք ճիշտ ենք, այնպես որ մեր ընկերոջն ասենք, որ բոլոր դեպքերում ինչ եղել չի եղել, ճանապարհ եւ այլն եւ Հայաստանի անկախ պետականությունը փրկել ենք եւ հրեշի ճիրաններից ենք հանել։ Այդ հրեշը Ռուսաստանն է եւ մնացածները որ պատրաստ են։ Եթե մենք այդպես մտածեինք, այս սեղանում ես, մենք Հնդկաստանի հետ մեր տեսման գործընթաց չէինք սկսի որպես կուսակցություն Սև լճի օրերին, որոնք խաբար չէին եւ ասում են հնարավոր չի, պետությունը կորած է, բայց մենք պահել ենք։ Շնորհակալություն, պարոն Շահինյան, որ պատասխանեցիք մեր հարցերին։ Մենք արագ միջավարավորներ խոսանք, բայց խնդրեմ ուրիշ։ Շնորհակալություն, ինչ որ հանդիպում։ Սիրո։